Բարի օր ժողովուրդ ջան։ Լավ եք։ Ես լավ եմ։ Դուք էլ լավ եք, ամեն ինչ կարգին է։ Իմ լավ հետևորդներ, հարցում էի կատարել ձեզ, որ ինչ է պատրաստելու, դուք գրել էիք ամենաառաջին տեղը էկլերներ։ Դրանից հետո բանջարեղենային ուտեստներ։ Բանջարեղենով ինչ որ մի բան, ասենք սպանախով, լոլիկով, ինչ որ մի բան։ Ու ես այսօր որոշեցի պատրաստեմ ձեր երկրորդ ցանկությունը, սիրելիներս, կգրեք, կտեսնեմ, համաձայն եք իմ հետ, ես կատարել եմ ձեր ցանկությունը, թե ոչ։ Հիմա անցանք գործի, սիրելի հետևորդներ, ունենք սպանախ, արդեն խաշել եմ, պատրաստել եմ, ունենք յուղի մեջ պատրաստած լոլիկ, չորացրած և պատրաստած, ունենք ընկույզ, պետք է ջարդեմ ընկույզը, ունեմ կատնաշոր, ռուսական խանութի կատնաշորից, ռուսական է սա, և ունեմ սպիտակ պանիր, աղը դրած պանիր, ունեմ կատնային սերուցք, դե հիմա, անցանք գործի, այսօր ես սոխը չեմ վերցնելու, սոխով չեմ տապակելու, սխտոր եմ վերցնելու, սիրելի հետևորդներ, ճիշտ է, սխտորը մեր ընտանիքի անդամների համար լավ չի, չեն սիրում, իրանք սիրում են առանց սոխի, առանց սխտորի, բայց դե ինչ անեմ, ես սրան պետք է սխտորը, պետք է օգտագործեմ։ Ասեմ նախորոք, ունեմ մակարոններ, այստեղ չէի ասել, մակարոնները պետք է լցոնեմ, այս ինչ որ հիմա պատրաստեմ, գերմաներեն կոչվում է կանելոնի, իսկ հայերենով մակարոններ լցոնելու համար։ Հիմա, սա իմ ռեցեպտն է, ես ասեմ նախորոք, դեռ ոչ ոք, սա չի պատրաստել, ես փորձել եմ, շատ համեղ եղել, հիմա պատրաստում եմ, վերցնում եմ հիմա, արդեն մեր յուղը տաքացավ, ամենասկզբից վերցնելու եմ սպանախը։ Հիմա մանրացնեմ ընկույզը, այսպես։ Շատ չեմ ուզում մանրացնեմ, սիրելի հետևորդներ, այս պանիրը, դեղին պանիր ունեմ մի քիչ, չեմ ուզում հլը առանցին ցուցադրեմ, վերջում ցուցադրելու եմ բոլորիդ։ Հիմա մեր սպանախը եղավ, քիչ պետք չի որ լիարժեք տապակել, լցնում եմ մեր չորալոլիկը, յուղի մեջ պահածուացված չորալոլիկ է սա եղավ, քիչ եմ տապակելու, որովհետև վերջում ամեն ինչը լցոնելուց հետո վերջում դնելու եմ վառարանի մեջ, սա վառարանի մեջ պետք է էպի։ Հիմա լցնում եմ մեր ընկույզը, հիմա սիրելիներս վերցնելու եմ սխտոր, ավելացրեցի սխտոր, ժողովուրդ ջան, ես գիտեմ ու մեկ էլ դուք կատակ։ Իսկ հիմա տաս ջան։ Դե հիմա անջատում եմ և թողնում եմ սառչի։ Աղը չեմ գցում, ժողովուրդ ջան, որովհետև վերջում որ պանիրը և կատնաշորը գցեմ, սա մի քիչ սառչելուց հետո սա պետք է փշրեմ մեջը, փշուրներով։ Եթե տեսնեմ աղը տեղն է, ուրեմն չեմ գցելու աղ։ Եթե տեսնեմ ալանի է, ուրեմն աղ եմ գցելու, բայց առայժմ աղ չգցեցի։ Դա կգա, հլա։ Հիմա թողեսի սառչի։ Ժողովուրդ ջան, սա խանութից գնված փոշի է, որի մեջ կա բանջարեղենի, կտրտած չորացրած բանջարեղենի հատիկներ։ Հիմա չգիտեմ հայերեն ինչպես է սա կոչվում, գերմաներեն կոչվում է Gemüsebrühe, այդպես է կոչվում։ Սիրելիներս, հիմա մեկ գդալ, մեկ թեյի գդալ, վերցնում եմ այս բրուեից։ Վերցնում եմ կատնասերուցք։ Կատնասերուցք հիմա կլցնեմ մեջը և կխառնեմ։ Սա
իր սոուսն է, որ պետք է լցնեմ մեր ուտեստի վրա։ Սիրելի հետևորդներ, 196 մլ էր, սա ինձ բավական է։ Եթե ցանկանում եք, որ շատ յուղոտ չլինի, կարող եք մի քիչ թեթև մի 50 մլ կաթ խառնել հետը։ Խառնեմ։ Ստեղ էլեկտրական խառնիչը պետք չի, որովհետև սա բավական է։ Սրանով խառնելը։ Ժողովուրդ ջան, ես էլ խառնեցի 50 մլ կաթ խառնեցի։ Մի քիչ սխտոր կխառնեմ։ Քիչ։ Եթե դուք ցանկանում եք շատ սխտորով, ուրեմն վերցրեք շատ սխտոր։ Բայց սա բավական է, որ համը տեղը բերի։ Հիմա մեր խույսը սառեց։ Լցնելու եմ աղի պանիրը եւ կատնաշորը։ Այսպես թեթև փշրելու եմ մեջը, այսպես, սիրելի հետևորդներ։ Տեսեք ինչ ախորժելի տեսք ստացավ մեր խույսը։ Հիմա համտեսեմ։ Շատ համեղ է։ Մի քիչ աղ կգցեմ։ Մի քիչ, այսպես, ուղղակի։ Մի քիչ աղ ու վերջ։ Շատ համեղ է։ Շատ ընտիր համ ունի։ Փորձեք, չեք փոշմանի։ Ժողովուրդ ջան, փորձեք բոլորդ։ Սա կարելի է նաև ամենօրյա, երբ ցանկանաք, եթե վեգետարիաներ ունենք, կարող են իրենք էլ ամենօրյա սարքել։ Այս նույնը, սիրելի հետևորդներ, կարող եք նաև ուրիշ բանջարեղեններով պատրաստել։ Ուրիշ, բայց սրա ես փորձել եմ ու շատ համեղ է, ասեմ ձեզ։ Հիմա անցնենք լցոնելուն։ Հիմա ես ձեր ներկայությամբ մեկ հատ կլցոնեմ, 2 հատ։ Հետո մնացածը ես արդեն մենակ կանեմ, որպեսզի ձեր ժամանակից էլ չխլեմ ու իմ ժամանակից էլ։ Այսպես փոքրիկ տալ եք վերցնում եւ լցոնում եք։ Այսպես սիրելիներս։ Այսպիսի տեսք պետք է ունենա։ Եվ ես շարունակում եմ։ Հիմա վերջացրեցի լցոնելը, սիրելի հետևորդներ, հիմա լցնում եմ սոուսը։ Հիմա ժողովուրդ ջան, արդեն պանիրը կլցնեմ։ Այս չափի պարմեզան պանիր։ Հիմա արդեն վառարանի մեջ դնելու ժամանակն է։ Հիմա ասեմ ձեզ, քանի չեմ մոռացել, ժողովուրդ ջան, մակարոնը, այդ կանելոնիները, որ լցոնեցի մեր ուտեստը այսօրվա, եռման ջրի մեջ, եռացրած ջուրը, աղը գցած, քիչ աղ գցած, բայց եռացրած ջրի մեջ մի 3 րոպե վաղցրել եմ։ Դրել եմ 200 աստիճան վերև ներքև։ Ժողովուրդ ջան, սա մեր ուտեստի վերջնական տեսքն է։ Համի համար չկասկածեք, ընտիրություն, որովհետև այնտեղ համտես արեցի, մինչև լցոնելը։ Հիմա ձեր ներկայությամբ կհամտեսեմ և կասեմ ձեզ, ինչպիսին է մեր այսօրվա ուտեստի համը։ Սիրելիներս, գնահատեք, ինչպիսի տեսք ունի, արժեր իմ այսօրվա չարչարանքը, թե չարժեր։ Համը չկասկածեք, հիմա փորձում եմ։
Սիրելիներս, ընտիրություն, այնքան համեղ է, այնքան համահունչ է, այ ամեն ինչով որ լցոնել եմ, դրանց համը առանցին զգում ես, բոլորինը, ընկույզը, սպանախը, չորացրած լոլիկը, բոլորը զգում ես և շատ անուշ է, տեսեք ինչքան գեղեցիկ, պանիրը շատ չեմ դրել, ավելի համեղ է, կանցնե, որ մի քիչ շատ տնեի։ Մեզ ինչ է մնում, սիրելի հետևորդներ, մեզ մնում է հավանել, հետևել և տարածել, թող բոլորն էլ պատրաստեն, բոլորն էլ անուշ անեն, ու մենք նախանց չենք, որ մենակ ուտենք, ժողովուրդ ջան։ Սիրենք իրար, սիրում եմ ձեզ։